Բարեկամին տեսակցելու համար զորամաս են գնալիս եղել աբովյանցի տղամարդիկ, երբ առավոտ 4:30-ին տեղի է ունեցել ողբերգական վթարը։ Նրանք երկրապահ կամավորականների միության Աբովյանի տարածքային բաժանմունքից գիշերը ժամը 3-ին են շարժվել։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Նիսանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարին եւ բռնկվել։ 4 մարդու կիսամոխրացած մարմին է հայտնաբերվել ավտոմեքենայի մեջ, հայտնում է Գագիկ Շամշյանը։ Ըստ ֆոտոլրագրողի, դեպքի վայր եկած փրկարարները մարել են մեքենայի սրահում կրակը եւ գտել 3 մարդու կիսամոխրացած մարմին։ Ավելի ուշ Գագիկ Շամշյանի տվյալներով փրկարարները գտել են նաեւ 4-րդ մարդու մարմինը։ Տեսանյութում երևում է, որ ավտոմեքենայում ուտելիք ու խմիչք են եղել։ Առեղծվածային պատահարից մահացած մարդկանց ինքնությունը դեռ հայտնի չէ։ Քրեական վարույթ է նախաձեռնվել Վեդիի քննչական բաժնում, պարզելու ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի եւ մահացածների ինքնությունը։ Այրված ավտոմեքենան դեռ Սուրենավան գյուղի մոտակայքում է, պատահարի վայրում։ Լանա Համբարձումյան, Աննա Գյուլնազարյան, Հենրիկ Համազասպյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։